Այժմ ես ուզում եմ անդրադառնալ ձեր մանկությանը։ Ծնվել եք Երևանում։ Այո, Որտեղ։ Կարող եք ցույց տալ։ ծննդատանը բնականաբար։ Որ ծննդատանը։ Մարգարյանի ծննդատանը։ Իսկ մեծացել եք։ Բնակվել եմ կինոնայրի ճիշտ դիմաց, Մացակ Պապյանի շենք, այդպես գիտեին երևանցիները մեր շենքը։ Վարսավիրանոց կար, դերասան, կաֆե։ Այո։ Գերագույն խորհրդի պատգամավորի որդի եք, ձեր մայրը վաստակավոր ուսուցչուհի է, բայց դուք համալսարանական կրթությամբ ճարտարագետ էլեկտրիկ եք։ Ինչու ընտրեցիք այդ մասնագիտությունը եւ արդյոք պետք եկավ դա ձեզ կյանքում։ Ես ոչ թե պատգամավորի որդի եմ, իմ հայրը շուրջ 17 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների կուսշրջկոմները։ 17 տարի էլ եղել է Հայկոպի նախագահի տեղակալ։ Եվ այդ ընթացքում այո, ընտրվել է պատգամավոր։ Մայրս մաթեմատիկայի ուսուցչուհի էր, 45 տարվա ստաժ ուներ, կյանքի ուրեմն մինչև թոշակ անցնելը Երևանի համար 1 Շահումյանի անվան դպրոցի տնօրենն էր։ Այդ պարագայում ես բախտ եմ ունեցել մեր տանը, երբ հյուրընկալում էին մեր ազգի ականավոր գործիչները, դիցոք ասեմ, նույն երջանկայիշատակ Ալեքսան Մատևոսի Կիրակոսյանը, Կարեն Սերոպի Դեմիրճյանը, չեմ ասի շատ հաճախ, բայց դինում էին, Կարլեն Լևոնի Դալաքյանը, Կարլեն Համայակի Ղամբարյանը, Վլադիմիր Բագրատովիչ ուրեմն Ղալոմյանը, արվեստի գործիչներ, ես լինելով դեռ դպրոցական հասակի երեխա ամենայն ուշադրությամբ գանված լսում էի իրենց զրույցները, որովհետև դա մի համալսարան էր։ Այնպես չէ, որ դուք միայն անկախության տարիների գործիչ եք։ Ձեր քաղաքական գործունեությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներից։ Դեռ 89 թվականին դուք ընտրվել եք այն ժամանակ Քաղսովետի նախագահ եք։ Քաղսովետի նախագահ, Երևանի քաղաքապետ եք եղել, բայց մի նշանավոր դեպք է տեղի ունեցել 1990 թվականին, որ կարծում եմ շատերի կարծիքով, այո, մայիսի 27-ին այդ օրով նշանավորվեց ձեր մուտքը մեծ քաղաքականություն, արդեն ձեզ որպես քաղաքական գործիչ այլ կերպ ընկալեցին, երբ ռուսական բանակը մտնում էր Երևան եւ դուք խոսեցիք հրամանատարի հետ, կանխեցիք առաջիկա սպանդը, որ պետք է լիներ։ Իսկ ռուսական բանակը մտնում էր Երևան, որովհետև ժողովրդական շարժումը ճնշելու նպատակ ուներ։ Դուք կարծում եք, որ այդ օրն էր մեծ քաղաքականություն մտնելու օրը ձեր։ Մեծ քաղաքականություն մտնելու օրը 1972 թվականին էր, երբ 22 տարեկան տղայի ինձ վստահվեց 617 մարդու տանել Կարելիայի ինքնավար հանրապետություն ուսանողական շինարարական ջոկատների հրամանատար որպես 72 թվականին 22 տարեկան հասակում ձեր խոնարհ ծառան գերազանց աշխատանքի շնորհիվ եւ շնորհիվ բնականաբար իմ ընկերների օգնականների իմ կոմիսարի Արտոյ Յախշիբեկյան, երջանկայիշատակ Նիկոլայ Շավաշվիչ Գրիգորյանի, որը գլխավոր ինժեներն էր, բոլորին չթվարկեմ, ես ստացա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատվոգիր։ Դա Հայաստանի սովետական Հայաստանի ամենաբարձր պարգևն էր։ Երբ այդ պատվոգիրը բերեցի տուն, հայրս ու մայրս սկսեցին ծիծաղել, ասում եմ, ինչ եք ծամ։ Մայրս ասաց, հայրդ հեսա 30 տարի աշխատում է, 50-ամյակին պատվոգիր էին տվել, դու այդ ջահել, գնացի 3 ամիս, հա, դժվար էր, ինչ է քեզ էր տվեցին, այսինքն 72 թվականին, երբ դու ստանում ես ամենաբարձր պարգևը, դա արդեն նշանակում է մուտք ես գործել գոնե քաղաքական դաշտ, որտեղ ճանաչելի ես։ 74 թվականին բախտ վիճակվեց ընտրվել Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերցիական կազմակերպության քարտուղար
կար, հետո բախտ վիճակվեց ամենաերիտասարդ հասակում արդեն 83 թվականին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի հրանգիչ աշխատել, ամենաերիտասարդ ուրեմն սեկտորի վարիչների կազմբաժնում, ամենաերիտասարդ օգնականն է, ինձնից հետո ջահելացում գնաց մեր երջանկայի շատակ մեծ պետական քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Կարեն Սեոպսի Դեմիրճյանի, ամենաերիտասարդն է, երբ ընտրվեցի Մաշտոցի շրջկոմի առաջին քարտուղար, հետո ամենաերիտասարդ քաղաքսովետի նախագահն է, այնպես որ 90 թվականին իմ անցած ճանապարհը արդեն բավականին շոշափելի էր, որտեղ սովետական Հայաստանում այնպես չէր, ուսապարկը ուսիդ գցեիր Երևան, Լեննականից գայիր ուրեմն հասնեիր Երևան եւ դառնայիր երկրի ղեկավար, այն ժամանակ քայլ առ քայլ քեզ ստուգում էին քո ունակությունները, քո գիտելիքների պաշարը, որ ամենակարևորն է այդ ամենը ծառայեցնելը երկրի զարգացմանը այն փոքր բնակավարում, որը քեզ է վստահվել։ Покажись вдали краешком тонкой линии, берег мой, берег ласковый, ах, до тебя, родной, доплыть бы хотя когда-нибудь. Где-то далеко, очень далеко идут грибные дожди, прямо у реки в маленьком саду созрели вишни, наклоняясь до земли, где-то далеко в памяти моей, сейчас, как в детстве тепло, хоть память укрыта такими большими снегами. Ты, гроза, напои меня. Последний раз я все гляжу куда-то в небо, как будто ищу ответа. Я прошу, хоть ненадолго, боль моя, ты покинь меня. Облако, сизым облаком, полети к родному дому, отсюда к родному